Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ ուսումնասիրում ենք գործար ոլորտում, կրթության ոլորտում, ընդհանրապես զարգացման ոլորտում առկա հետաքրքիր նորություններին, իրադարձությունների հետ։ Հյուրընկալում ենք բավականին փորձառու անհատների, ովքեր որ կիսվում են իրենց գիտելիքով, փորձառությամբ եւ ոլորտային թեմաներով։ Այսօրվա իմ հյուրին եմ շատ մեծ սիրով ուզում ներկայացնել Աստղիկ Փաշայան, ողջույն Աստղիկ։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Աստղիկը հանդիսանում է միջազգային որակավորում ունեցող պրոֆեսիոնալ քոուչ եւ արդեն ձեր այսպես մասնագիտացումից պարզ է, որ այսօրվա մեր հիմնական թեման լինելու է քոուչինգը, քանի որ տարին նոր է մեկնարկվում 2026 թվականը եւ բնականաբար մեզանից յուրաքանչյուրը անկախ նրանից գործարարության ոլորտում եք թե անձնական կյանքում բոլորս պլանավորում ենք մեր անձնական աճը, հա, յուրաքանչյուր տարվա սկզբին ու ամենակարևոր կետերից մեկը նաեւ դա ինքնազարգացում, ինքնաբացահայտում, ինքնազարգացում, ինքնակատարելագործումը, սրանք շատ կարևոր կետեր են, որը որ յուրաքանչյուրիս իրականում անհրաժեշտ է եւ պատահական չի, որ թեման էլ հենց վերցրել ենք քոուչինգը։ Մինչեւ հիմնական թեմային անցնելը ասեք մի փոքր ձեր կրթական հենքը ներկայացնեք, հետո նաեւ կարադառնանք ինչպես եք մուտք գործել այս բավականին հետաքրքիր ու թույլ տվեք նշել նաեւ Հայաստանում շատ քիչ բացահայտված ոլորտ։ Այո։ Շնորհակալություն Ծովինար ջան հրավերի համար։ Սիրով։ Կրթական հենքս ինժեներությունն է, ես ինժեներ-տեխնոլոգ եմ առաջին մասնագիտությամբ, սակայն պետք է նշեմ, որ այդ մասնագիտությամբ գրեթե չեմ աշխատել, ավելի շատ կառավարման ոլորտում եմ եղել ի սկզբանե, մոտ 12 տարի ղեկավար ոլորտում եմ եղել, արտադրության ոլորտն եմ հիմնականում աշխատանքային փորձս, սակայն կրթական ոլորտը զուգահեռ գնացել այդ ամբողջ ճանապարհի ընթացքում եւ հիմնել եմ մասնագիտական կողմնորոշման կենտրոն, դուք ծանոթ եք այդ ծրագրին եւ դա է պատճառը եղել եւ հիմնական Ինչպես էր կոչվում Աստղիկ լուսաբանը Skillford մասնագիտական կողմնորոշման կենտրոնը, որը հիմա անվանափոխվել է մի փոքր կյանքի հմտությունների զարգացման կրթախորհրդատվական կենտրոն է դարձել հիմա դա է պատճառը եղել, որ ծրագիր եմ փնտրել, հա, այդ կենտրոնի համար երեխաների մասնագիտական կողմնորոշվածության եւ կարիերայի ուղղորդման համար փնտրում եմ մի ծրագիր, որը դա քանի տարի առաջ էր, դա 2019 թվականին էր, 18 թվականին 18 թվականից եւ հիմնական խնդիրը ինչումն էր ծրագրի փնտրտուքի, որ հիմնված լինի ռեսուրսի բացահայտման, արժեքների հիման վրա կատարված ընտրությունը եւ շատ փնտրտուքների արդյունքում գտա մի ծրագիր, որը դրսից էր այդ ծրագիրը, հա, Եվրոպայից, եվրոպական գործընկերներից կողմից առաջարկվեց, որը ինձ շատ դուր եկավ։ Եվ ուսումնասիրելով ծրագիրը հասկացա, որ հիմքում քոուչինգն է եւ քոուչինգային հմտություններն են, եւ դա հիմք հանդիսացավ, որպեսզի ես ինքս ուսումնասիրեմ քոուչինգը եւ ես մասնագիտանամ այդ քոուչինգի մասնագիտության մեջ։ Եվ այսպես սկսվեց իմ քոուչինգային ուղին։ Շատ լավ, ինչ է քոուչինգը, այսինքն մի փոքր նաև, քանի որ վստահաբար հիմա նաև շատ հոգեբանական կենտրոններում, շատ էլի, հա, անձի զարգացմանը միտված կենտրոններում բավականին, այսպես նույնիսկ տեղային խոսվում է քոուչինգի մասին, բայց մի փոքր կներկայացնեք, ոնց է զարգանում, ինչ վիճակում է Հայաստանում, հա, քոուչինգը։ Շատ լավ հարց եք տալիս իրականում եւ քոուչերիս համար շատ կարևոր հարց։ Տեսեք, ես կարող եմ երկու տեսանկյունից ներկայացնել քոուչինգը, մեկը որպես պրոֆեսիոնալ քոուչինգ եւ մյուսը որպես սոցիալական հարթակներում այդպես աճ գրանցող քոուչինգ։ Որպես պրոֆեսիոնալ քոուչինգ շատ դժվար է միանգամից ներկայացնել ինչ է քոուչինգ, ավելի հեշտ է ասել ինչ չէ քոուչինգը, բայց փորձեմ այսպես ասել, հա, քոուչինգը դա երկու գիտակից մարդու փոխգործակցություն է, որտեղ քոուչը տալիս է բաց վերափոխող տրանսֆորմացիոն հարցեր, իսկ հաճախորդը այդ հարցերի պատասխանները գտնելով նաև գտնում է իր լուծումները, իր խնդրի, իր հարցերի լուծումները։ Ընդհանուր առմամբ այսպիսին է քոուչինգի, այսինքն երկխոսություն, հարցերի վերհանում, հա, քննարկում։
հարցերի միջոցով խնդիրների լուծում, եթե այսպես կարճ ասենք։ Իսկ ես այսպիսի մի մոտեցում ունեմ նաև, որ coaching-ը դա մտածողության փոփոխություն է, որն էլ հենց բերում է նպատակների հասնելու, լուծումներ գտնելու կարևոր ճանապարհ։ Իսկ ինչ վիճակում է Հայաստանում coaching, այսինքն շուկան առաջին որքանով է պահանջված, երկրորդը որքանով են անհատները ընդհանրապես կարևորում coaching-ի ծառայությունը եւ մի փոքր նաեւ մանրամասնեք, եթե առանձնացնենք, քանի որ նաեւ գործարարության համատեքստում ենք շատ քննարկում, ինչ վիճակ է, որքանով է պահանջված։ Տեսեք, coaching-ը այս պահի դրությամբ բավականին պահանջված է արդեն, բայց եթե հետ գնանք մի քանի տարի առաջ, երբ որ ես սկսեցի սովորել եւ ուսումնասիրել coaching-ը, դա 2020 թվականին էր, նոր էր զարգանում coaching-ը, դեռ այդպես տեղեկատվություն էլ չկար coaching-ի մասին, հա։ Բայց հիմա ինչ ունենք այսօր Հայաստանում, ի ուրախություն մեզ, ունենք միջազգային coaching-ի միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղը, որը 3 տարի է արդեն գրեթե գործում է, ունենք աշխարհում առաջինը համարվող coaching-ային դպրոց, եթե կարելի է կարող եմ անվանել։ Իհարկե կարող եք։ Էրիքսոնյան դպրոցն է coaching-ի։ Ունենք երկու կարևորագույն կառույցներ արդեն Հայաստանում են, ովքեր ուզում են դառնալ պրոֆեսիոնալ coach, բոլոր հնարավոր պայմանները այստեղ այլ կան։ Իսկ ինչ վերաբերում է պահանջարկին, արդեն պահանջարկ կա coaching-ի, բայց նաև մեր coach-երից խնդիրն է, որպեսզի բացատրենք, լուսաբանենք, թե ինչ է իրական coaching-ը, որպեսզի սոցհարթակներում այդպես coach գրված, ովքեր որ իրենց coach են համարում, բայց չունեն այդ համապատասխան կրթությունը, չընկնեն այդ մարդկանց թակարդը եւ աղավաղվի այդ coaching մասնագիտության ամբողջական։ Ինչպես այո, շատ մասնագիտությունների դեպքում էլ։ Բայց ասեք, այստեղ նորից կանգնենք այն կարևոր հարցի առաջ, որ սովորական քաղաքացին ինչպես տարբերակի, այսինքն դու ինչպես հասկանաս, արդյոք իհարկե այստեղ կա սերտիֆիկացման գործընթացը, հա, որ մարդը իրականում պրոֆեսիոնալ ճանապարհ է անցել եւ այլն, բայց ոնց հասկանալ, հա, այսինքն հաճախորդի տեսանկյունից եթե նայենք։ Չափազանց կարևոր հարց։ Տեսեք, այսպիսին է պայմանները, հա, չափորոշիչները, հա, եթե հաճախորդն է եւ փնտրում է coach, ինչին ուշադրություն դարձնի։ Կարևորագույնը կրթությանը, առաջին հերթին, հա, ինչ կրթություն է ստացել։ Հիմա համացանցը բաց է եւ կարող են ուսումնասիրել, գտնել այդ դպրոցները, որտեղ որ այդ տվյալ համապատասխան coach-ը կրթություն է ստացել եւ ինֆորմացիա հավաքեն, հա, հասկանան արդյոք այդ դպրոցը, այդ ծրագիրը հավաստագրում ունի, թե չէ, coaching-ի միջազգային ֆեդերացիայի կողմից կամ այլ նմանատիպ հաստատությունների կողմից։ Դա մեկ։ Եվ երկրորդը իհարկե որակավորումներն են։ Որակավորումները որակավորում է coaching-ի միջազգային ֆեդերացիան, որը համարվում է աշխարհում ամենամեծ ֆեդերացիան եւ ոսկե ստանդարտն է համարվում coaching-ի։ Եվ որակավորման 3 աստիճան կա՝ ACC, PCC եւ MCC։ Եթե ուզում են իսկապես պրոֆեսիոնալ coaching, ապա պետք է դիմեն այդ coach-երին, ովքեր ունեն համապատասխան սերտիֆիկատներ եւ ասեմ, որ բոլորովին էլ ամոթ չէ մասնագետից պահանջել, խնդրել, որպեսզի ցույց տա կրթության փաստող սերտիֆիկատները եւ որակավորումը փաստող սերտիֆիկատները։ Այս դեպքում արդեն ապահովագրված կլինեն, որ ստանում են որակյալ coaching-ային ծառայություն։ Շատ լավ։ Մեկ անհատի հաշվով սովորաբար ինչքան ժամանակահատված է պետք, որպեսզի coaching-ի այսպես ծառայություն ստանալու գործընթաց անցնես ու դա արդյունավետ լինի։ Կա դեն ժամանակահատված, թե ինքը ընթացիկ, այսինքն անընդհատ ժամանակ առ ժամանակ պետք է անդրադառնալ դրան։ Տեսեք, այդպիսի հստակ ժամանակահատված ասել չենք կարող, որտեղ խիստ անհատական է կախված, թե ինչ հարցում ունի, ինչ խնդիր ունի լուծելու, հա, տվյալ անհատը։ Սակայն մենք ունենք coach-երս այսպես մինիմալ սեսիաների քանակ, որից հետո նոր արդյունքը գրանցվում է։ Յուրաքանչյուր իրենն է սահմանում, բայց ես սահմանել եմ իմ մինիմալ սեսիաների քանակը, որը 6-ից 10 սեսիա մինիմում պետք է լինի, որպեսզի փոփոխությունը նկատի տվյալ անհատը։
Շատ լավ։ Իսկ Աստղիկ, ում հետ եք դուք աշխատում? Ինչպես են ավելի շատ էլի գործարարների հետ եք աշխատում, ավելի շատ կրթության ոլորտի անհատների, թե ընդհանրապես այստեղ մասնագիտությունը որևէ կապ չունի։ Իրականում մասնագիտությունը կապ չունի, բայց coaching-ում կան մասնագիտացումներ, որ պրոֆեսիոնալ coach դառնալուց հետո, որակավորվելուց հետո յուրաքանչյուր coach ինքը իր ուղղվածությունը ինքն է որոշում ըստ նախասիրության, հա, ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել ղեկավարների եւ թիմերի հետ։ Ըստ այդմել ես ոնց որ ասում եմ, որ ես թիմերի եւ ղեկավարների coach եմ, սակայն եթե որակավորված coach ես, կարող ես աշխատել բոլորի հետ։ Ինչ վերաբերվում է կրթության մեջ, դա իմ այսպես ամենակարևոր նպատակային կետն է, որ coaching-ը ներդնել կրթության մեջ։ Փորձեր արվել են, ուսուցիչների հետ աշխատել ենք, չնայած դա լավ արդյունքներ ենք ունեցել, հա, իրականում, բայց դա երկար ճանապարհ է եւ ամեն ինչ անելու եմ, որ հասնեմ այդ նպատակին, որպեսզի մեր Հայաստանի բոլոր ուսուցիչները ունենան այդ coaching-ային հմտությունները եւ կարողանան այն ներդնեն, կիրառեն իրենց դասապրոցեսների ընթացքում, սկսած նախադպրոցական հաստատություններից մինչեւ բու, նախադպրոցական, դպրոց եւ բու։ Շատ լավ, իսկ ինչ փորձառություն կա, Աստղիկ, ու նաև ինչ այսպես խնդիրների կամ մարտահրավերների եք բախվում այդ ճանապարհին։ Կրթության մեջ ներդրման, թե առհասարակ coaching-ային։ Այո, կրթության մեջ ներդրման, քանի որ ինքը կրթող մարդուն կրթելը մի փոքր նաև իրականում բավականին շատ առանձնահատկություններ ունի։ Այո, իհարկե։ Մարտահրավերները շատ են իրականում, կրթության ճանապարհը բավականին բարդ է, ինչպես դու մի անգամ ասել ես Ծովինար ջան, որտեղ ամենաբարդ ճանապարհն է կրթական ուղին, կրթության ուղին, բայց ի ուրախություն մեզ ասեմ, որ աշխատելով ուսուցիչների հետ, մենք հասկացանք, որ իրենք պատրաստ են ընդունելու coaching-ը, գալելու coaching-ը եւ ներդնելու։ Պարզապես մենք մեծ ֆինանսական ռեսուրսներ են մեզ հարկավոր, որպեսզի կարողանանք մոտ 29-ից 30,000 ուսուցիչ ունենք այսօր Հայաստանում, եթե չեմ սխալվում թվերը, եւ բոլորին վերապատրաստելու համար բավականին մեծ ռեսուրսներ պետք է եւ աջակցություն եւ պետական աջակցություն, ինչու ոչ։ Անշուշտ, հատկապես նաև եթե ըստ էության ձեր մոտեցումը համակարգային պետք է լինի, այսինքն ինքը այսպես ժամանակահատված, առժամանակահատված մուտք գործի դպրոցներ եւ համայնքային եւ Երևանի եւ այստեղ իսկապես այո, եւ պետական աջակցություն է պետք եւ նաև համակարգված մոտեցում։ Մյուս կարևոր հարցն եմ ուզում ուղղել, Աստղիկ, տեսեք, նշեցիք, որ աշխատում եք կամ այսպես մասնագիտացել եք ղեկավարների եւ թիմերի coaching-ի մեջ, հա, այստեղ ինչ հնարավորություններ ու մարտահրավերներ եք տեսնում, կամ ձեր այսպես փորձառության ամենահետաքրքիր օրինակները կներկայացնեք, որը ունեցել եք տարիների ընթացքում։ Տեսեք, ղեկավարների հետ աշխատելու հետ կապված ասեմ, հա, իմ փորձառությունը հիմնականում ինչն է խնդիրը այսօր, որպես ղեկավար Ծովինար, ձեզ հարցնեմ, ինչ խնդիր եք տեսնում, երբ որ թիմի հետ աշխատում եք, ինչպիսի խնդիրներ կան։ Իրականում կախված ոլորտից, կախված այսպես անձի որակներից, թիմում ձևավորված մշակույթից բավականին շատ կլինեն, բայց դե ամենակարևոր բաներից մեկը, որ թիմը իրար հետ սիներգետիկ աշխատեն, արդյունավետությանը միտված լինեն, նպատակները կրեն, բավականին շատ է։ Հենց այդ խնդիրներն էլ լուծում է coaching մոտեցումը իրականում, հա։ Ղեկավարների հիմնականում հարցադրումները հետևյալն, ինչպես անենք, որ թիմը պատասխանատվություն վերցնի իր վրա, որովհետև այսօրվա ղեկավարը այլևս վերահսկող, հրահանգ տվող ղեկավարը չէ։ Անշուշտ։ Այսօր փոխվել են եւ սերունդն է փոխվել, իրենք այլևս ընդունակ չեն հրահանգ ընդունելու եւ կատարելու այդ գործողությունները, հա։ Դրա համար այսօրվա ղեկավարի մարտահրավերն է, որպեսզի ինքը լինի աջակցող եւ զարգացնող ղեկավար։ Այս պարագայում հենց coaching-ային մոտեցումը ենթադրում է հենց այդպիսի ղեկավար կառավարում։
Ինչ է տեղի ունենում, երբ որ օրինակ, հա, երբ որ աշխատակիցը գալիս է ղեկավարի մոտ ինչ-որ հարցով եւ խնդրով, որպես կանոն ղեկավարը պետք է ունենա պատասխաններ, չէ՞։ Անշուշտ, այո։ Կամ գոնե լուծման ճանապարհները ուղղորդի։ Այո, ինչ է անում, պատասխան է տալիս կամ լուծման ճանապարհներ ուղղորդում է։ Այս պարագայում ինչ ենք ունենում ենք մի աշխատակից, ով մտածում է, որ հաջորդիվ նորից, եթե ինչ-որ խնդիր առաջանա, նորից կմոտենա ղեկավարին, նորից այդ պատասխանը կստանա եւ կգնա։ Իսկ քոուչինգային մոտեցմամբ կառավարումը հետեւյալն է, երբ որ աշխատակից ինչ-որ հարցով մոտենում է ղեկավարին, ղեկավարը պատասխաններ տալու փոխարեն հարց է տալիս, հա։ Այսինքն որպեսզի աշխատակիցը ինքը գտնի իր հարցի պատասխանները։ Այո, ինքը գտնի իր հարցի պատասխանը, լուծումները ինքը գտնի եւ ինչ է տեղի ունենում, երբ որ ինքնուրույն է գտնում հարցի պատասխանը։ Այստեղ իրականում եւ այդպես պատասխանատվության զգացողությունն է մեծանում, ինքնագնահատականն է մեծանում, անձի, այսինքն դու արդեն քո զարգացումն ու աճն ես կարողանում տեսնել։ Այո, հենց այդպես էլ առաջընթաց է տեղի ունենում, այսինքն թիմը սկսում է ավելի արդյունավետ աշխատել, ինքնագնահատականն է բարձրանում, ինքնավստահությունն է բարձրանում եւ այսպես վախի մթնոլորտը վերանում է, հա, որ սխալվելու իրավունք չունենալու այդ կարծրատիպը վերանում է եւ յուրաքանչյուրը այսպես ապահով եւ վստահելի միջավայր է ստեղծում։ Եվ ունենք այդ փորձառությունը, երբ որ հենց ղեկավարը, երբ որ այդ հարցով խնդրով դիմել էր, հա, ինձ, հա, ինչ անեն, որպեսզի պատասխանատվությունը բարձրանա եւ սեսիաների ընթացքում ինքնուրույն հասկացել է եւ եկել է այն մտքին, որ դա իր պատճառով է, որ այդ պատասխանատվությունը չի կրում, հա, թիմը, որովհետեւ միշտ ինքը լուծումները տվել է կամ ինքն է այսպես թիմակից ներգրավել է, բայց ըստ էության գործի մեծ մասը ինքն է արել կամ համակարգել։ Եվ մտածել է այդպես, որ եթե ինքը ղեկավար է, ապա պետք է ունենա բոլոր պատասխանները, բոլոր լուծումները եւ դա պետք է այդպես է լինի, հա, այլ տարբերակ չի կարող լինել։ Այստեղ փոխվեց մտածելակերպ։ Ինչ փոխվեց, այլ կերպ մտածողություն ձևավորվեց, հա, քոուչինգը նաև դա է, այլ կերպ մտածողություն է ձևավորում մարդու մոտ, դիվերգենտ մտածողություն է ձևավորում, այսինքն սովորաբար քոուչի դիմում են փորձառու գիտակ մարդիկ, հա, որոնք որ ունեն իրենց ամբողջ այդ ճանապարհային քարտեզը, բայց ինչ որ մի բան չի ստացվում, ինչ չի ստացվում, կա ինչ որ կույր տեղ, որտեղ մարդը ինքնուրույն իզորու չէ այդ կույր տիրույթը բացահայտել։ Իսկ քոուչը այսպես փարոսի դեր է կատարում, կարծես լուսավորում է ամբողջ տիրույթը եւ տվյալ մարդը ինքը տեսնում է իր տիրույթում եւ ներսում եւ իր արտաքին աշխարհում, հա, ինչ ռեսուրսներ կան, ինչ հնարավորություններ կան եւ այդ լուսավորության մեջ կարողանում է ինքնուրույն որոշում կայացնել, գիտակցված որ ռեսուրսից օգտվի, ինչպիսի լուծումներ տա իր խնդիրներին եւ ինչ իր նպատակներին։ Շատ լավ, Աստղիկ, ուզում նախավերջին հարցը ձեզ ուղղել, մեր շուկան ինչպես կզարգանա առաջիկա տարիներին, հա։ Վստահաբար ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն է մեծանում, նաև այո, շատերը արդեն ինչպես նախկինում հոգեբանության դերը այդքան շատ չէր գնահատվում, հիմա ավելի շատ գնահատվում է, ինչպես կզարգանա ոլորտը։ Եվ դուք համայնքը ինչ դեր ունի այստեղ։ Կարևորագույն դեր ունի համայնքը, որովհետև քոուչինգի միջազգային ֆեդերացիան, Հայաստանյան մասնաճյուղը, անդամները ամեն ինչ անում են, որպեսզի պրոֆեսիոնալ քոուչինգի մասին իմանան բոլորը եւ այդ որակը պահպանենք, հա, քոուչինգի միջազգային ֆեդերացիայի հիմնական դերը դրանում է, հա, զարգացնել քոուչերին, աջակցել քոուչերին եւ նաեւ տարածել իրական քոուչինգը։ Զարգացվածության առումով, հա, առաջիկա տարի չեմ կարող ասել ինչքան, որովհետև դա կախված չէ ոչ մեկից ու ոչինչից, սակայն տենդենսները գնում են նրան, որ քոուչինգը դառնում է մասնագիտություն։ Ամբողջ աշխարհում կան երկրներ, որտեղ մասնագիտություն եղել, օրինակ Ամերիկայում, Ռուսաստանում հունվարի 1-ից եւ Ղազախստանում կարծեմ հունվարի 1-ից ընդունվեց որպես մասնագիտություն եւ հաստիկ արդեն կա այդպեսին, հա, քոուչ։ Եվ կարծում եմ մեզ մոտ էլ շուտով այդպես կլինի։ Ամեն դեպքում շատ եմ ցանկանում, որ այդպես լինի։ Իսկ
Coaching-ը կազմակերպություններում արդեն ներդրվում է։ Հայաստանում այդպես օրինակներ չեմ կարող բերել, սակայն գիտեմ, որ կազմակերպություններից շատերը սովորել են, վերապատրաստվել են, որպես coaching են սովորել, ծրագիրը անցել են եւ իրենք կիրառում են coaching-ային հմտություններ, բայց որպես այդպիսին կազմակերպություն մտնելու մուտք գործելու համար պետք է coach ներգրավել, արտաքին եւ ներքին coach կան, հա, կազմակերպություն ներգրավելու համար։ Արտաքին coach-երը հրավիրվում են, եթե ինչ-որ խնդիր կա լուծելու, եթե ինչ-որ հարց կա, արտաքին coach են հրավիրում կամ այդպես coach են ունենում, որ ինչպես հոգեբաններին, այնպես էլ coach-երին, հա։ Կարծում եմ զարգանալու է, կարծում եմ պահանջարկը մեծ է coach-ի, այդպես։ Շատ լավ, եւ վերջին հարցը, Աստղիկ, կան ինչ-որ հարթակներ, գրքեր, նյութեր, որոնք որ դուք օրինակ խորհուրդ կտաք մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, որտեղ կարող են ավելի մանրամասն ուսումնասիրել, ծանոթանալ։ Հարթակների մասով հայաստանյան հարթակներից այդպես չեմ կարող առանձնացնել, որովհետև դեռ չունենք այդպիսի հարթակ ցավոք սրտի, բայց ունենք coaching-ի միջազգային ֆեդերացիայի էջերը սոցիալական հարթակներում, կարող են այնտեղ հետևել եւ տարբեր միջոցառումներ են իրականացնում coaching-ի մասով եւ coach-երի համար եւ ոչ coach-երի համար, կազմակերպությունների համար։ Ինչ վերաբերում է գրքերին, կարող եմ խորհուրդ տալ հեղինակների, որոնք որ coaching-ի հիմքն են ու նախահայրն են հանդիսանում, հա, Timothy Golvey, Merlin Atkinson, իրենց բոլոր գրքերը, հա, այստեղ հիմա չեմ մտաբերի, բայց շատ են գրքերը։ Այսինքն նաև կարող են ակադեմիական տիրույթում ըստ էության ուսումնասիրել, բացի փորձերից, այսպես ոդքասթերից, վիդեոներից, նաև գրականության։ Գրականությունը շատ բազմազան է գրականությունը իրականում, այո, եւ ուսումնասիրելով կարող են գաղափար կազմել գոնե թե coaching-ի մասին, հասկանալ ինչ է եւ եթե ուզում են մասնագիտանալ, արդեն ունենք դպրոց այստեղ Հայաստանում, եթե ոչ Հայաստանում, ապա ամբողջ աշխարհում դպրոցները կան, կարող են սովորել։ Շատ շնորհակալություն Աստղիկ, բավականին հետաքրքիր ու բովանդակալի զրույցի համար, իրականում թեման էլ բավականին յուրօրինակ էր, չկրկնվող, ամեն դեպքում մեր հաղորդումների շրջանակներում մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ գործարար ալիքի եթերում անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարների փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրն էր Աստղիկը Փաշայան, եւս մեկ անգամ շնորհակալություն, ով հանդիսանում է միջազգային որակավորում ունեցող պրոֆեսիոնալ քոուչ եւ այսօր խոսում ենք coaching-ի մասին, դրա կարևորության, դերի եւ զարգացման մասին։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։